Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի գլխավոր թողարկումն է, ես Քրիստինա Մելքոնյանն եմ։ Առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավաքնորդների մրցաշարում ընթանում են 11-րդ տուրի հանդիպումները։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ։ Ուղիղ միացում Լոնդոն։ Կառավարությունը 7 կետով կրճատում է ուղևորափոխադրում իրականացնող տաքսու վարորդների բեռը։ Այսուհետև արտոնագիր ստանալու համար կգործի 1 պատուհանի սկզբունքը, իսկ մարզերում աշխատող տաքսու վարորդները արտոնագիրը կստանան տեղում։ Լսեք Արցախի մասին եւ ուրիշներին պատմեք Արցախի մասին։ Մեր գործն արդար է, հիմնված պատմական, բարոյական ու իրավական ամուր սկզբունքների վրա։ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում Կալիֆոռնիայի պետական համալսարանում։ Նոր մանրամասներ Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքներից։ Ռուս մեծահարուստի մարմնի վրա կապտուկներ չկան, բայց հայտնաբերվել է կողոսկրի կոտրվածք։ Սիրիացի փախստականները դժգոհում են թուրքական ճամբարների ծանր պայմաններից։ Թուրքիայի ոստիկանությունը բողոքարարների դեմ արդյունքաբեր գազ է կիրառում։ Եվ կպարգևատրվեն լավագույնները։ Երգեցողություն անվանակարգում նախագահի մրցանակին կարժանանան 2 լավագույնները՝ 1 կին եւ 1 տղամարդ։ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավաքնորդների մրցաշարում մեկնարկել են 11-րդ տուրի հանդիպումները։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այսօր սևերով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ։ Հիշեցնեմ, որ 10-րդ տուրում Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ։ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում է նաև մեր նկարահանող խումբը, որից տեսանյութ եւ ուղիղ տեսակապ ենք ակնկալում այս թողարկման ընթացքում։ Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական կարողությունները։ Վարչապետը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին առաջարկել է ազգային ժողովում հանրային լսումներ կազմակերպել ընդերքօգտագործման թեմայով։ Տիգրան Սարգսյանի խոսքով հաճախ են հնչում առաջարկություններ, թե արդյոք կառավարությունը ամբողջությամբ է տիրապետում մեր ընդերքին, արդյոք եկամուտներն ամբողջությամբ հավաքագրվում են եւ ունենք ռեզերվներ։ Ըստ կառավարության ղեկավարի, հանրության համար դրանց մասին տեղեկատվությունը պետք է հրապարակային դարձնել, մանավանդ որ նոր օրենք է ընդունվել ընդերքօգտագործման մասին։ Կառավարությունը 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտասահմանում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը հատկացրել է 20 միլիոն 500 հազար դրամ։ Նիստի մյուս մանրամասները Արմինե Պետրոսյանի ռեպորտաժում։ Կառավարությունը 7 կետով կրճատում է ուղևորափոխադրում իրականացնող տաքսու վարորդների բեռը։ Այսուհետև արտոնագիր ստանալու համար կգործի 1 պատուհանի սկզբունքը, իսկ մարզերում աշխատող տաքսու վարորդները չեն հասնի մայրաքաղաք, արտոնագիրը կստանան իրենց քաղաքներում։ Ֆիզիկական անձը կարիք չի ունենա գործունեություն իրականացնելու համար գրանցվել որպես անհատ ձեռներեց, ազատվելով եւս 1 հաշվետվություն ներկայացնելու պահանջից։ Առաջարկում է համապատասխան միավորել պետական турքը եւ հաստատագրված վճարը, որ վճարում են տաքսիստները, եւ 1 վճար սահմանել, ուրեմն Երևան քաղաքում դա կլինի մոտ 12000 դրամ, իսկ ուրեմն հեռավոր շրջաններում եւ սահմանամերձ գոտում դա մոտ 4000 դրամ կլինի, եթե ամսական է վճարում, 34000 դրամ կլինի, եթե երամսյակային է եւ 120000 դրամ, եթե տարեկան ավեսնում։ Ուրեմն միայն այդ հաշվետվություն չներկայացնելը մոտ 3000 դրամ խնայողություն է տալիս։ Ուղևորափոխադրում իրականացնող եւ 1 մեքենա ունեցող տաքսու վարորդը մինչեւ այսօր 25000 դրամ պետական турք էր վճարում, 1-ից ավելի մեքենա ունեցողները 200,000 դրամ։ Գումարի այսպիսի թռիչքային տարբերությունը եւս կվերացվի։ 1 մեքենա ունեցողի համար պետական турքը սահմանվել է 25000 դրամ, 2 մեքենա ունեցողի համար 50000 դրամ, մինչեւ 8 մեքենա ունեցողը կվճարի 200,000 դրամ։ Ոստիկանության առաջարկով հանվել է դեղին համարները, դրա փոխարեն առաջարկվել է ինքնակպչուն կտրոն, դեղին համարների ուրեմն հատկացնելը եւ հաշվառելը արժի 17000 դրամ, կտրոնը նախատեսվում է տալ անվճար։ Ես ուզում եմ անպայման այդ մենք որտեղ ֆիքսենք, որ դա անվճար է, որտեղ մեր բոլոր այս մի քանի շաբաթվա հանդիպումները ցույց են տալի, մարդիկ անվստահություն ունեն, որ այդ անվճարը չի լինի, հետո էլի փող կվերցնեն։ Ուրեմն այստեղ արդեն տարեկան 17000 դրամ խնայողություն կա։
Ամսական միայն 15,000 դրամ տաքսուվարորդները ծախսում էին մեքենայի տեղ զննման, ամենօրյա բուժզննման, կայանատեղ ունենալու համար։ Այդ գումարը վարորդներից պահանջում էին այն կազմակերպությունները, որոնք ապահովում էին այդ պահանջները։ Այդ ծախսերը ևս կրճատվում են։ Վարորդները տարեկան այս մասով կկարողանան խնայել մինչև 180,000 դրամ։ Փոքր եւ միկրո բիզնեսով զբաղվողները էական շահ ունեն այս որոշումից։ 1.5 միլիարդանոց բեռը մենք թեթևացնում ենք տարեկան կտրվածքով, իրենք ավելի հարմարավետ միջավայրում են աշխատելու, տեղին համարների համար ծախս չեն անելու, պետությունը անվճար է դա այսուհետև իրականացնելու նրանց հաշվառումը 30 օրվա փոխարեն 5 օրվա ընթացքում ենք լիցենզիա տալու, տարածքներում ենք լիցենզիաները տրամադրելու, որ տարածքներից չգան Երևան, հասնեն մեկ պատուհանի սկզբունքով, հաշվետվություններն ենք վերացնում, բազմաթիվ տեղ զննումներ անիմաստ, որ ֆիկտիվ գոյություն ունեին, բայց չէին կատարվում, բայց ծախսատար էին վերացնում ենք։ Տաքսուվարորդներին սակայն այլ պահանջներ են ներկայացվելու, նրանք պետք է հետևեն իրենց արտաքին տեսքին եւ ուղևորին սպասարկեն հավուր պատշաճի։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Մոտ 1 ժամ առաջ մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ ՀՀԿ մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելի վաղ նշել էր, որ ինչպես գործադիր մարմնի յուրաքանչյուր նիստում այսօր էլ օրակարգում ընդգրկված են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական եւ այլ հարցեր։ ՀՀԿ գրասենյակի մոտ է նաեւ մեր նկարանող խումբը եւ այսօրվա նիստից մանրամասներ կհաղորդենք տեղեկություններ ստանալուն պես։ Այս պահի դրությամբ նիստը դեռ չի ավարտվել։ Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին հասարակական քաղաքական կազմակերպությունն է, որին 1991 թվականին պաշտոնապես գրանցվեց Արդարադատության նախարարությունը։ Եթե հայրենասիրության սահմանները վերևից թույլատրվելով է, ուրեմն ես հայրենասեր չեմ։ Քաղաքական հավատամքի վերածված այս սկզբունքին Աշոտ Նավասարդյանը ծառայել է ամբողջ կյանքում։ Աշոտ Նավասարդյանի կուսակիցներն ու մտերիմները այսօր եռաբլուրում էին հարգանքի տուրք մատուցելու մեր երկրի անկախության երախտավորներից մեկին։ Անկախ պետականության եւ ազգային շահի գաղափարական հենքը Աշոտ Նավասարդյանի բացարձակ արժեքն էր, որի կյանքի կոչման համար զոհաբերությունը սեփական անձն էր, անձ, որի համար քաղաքական հստակ դիրքորոշման պայքարը գաղափարի հաղթանակի համար էր։ Պետական քաղաքական ազգային գործիչ էր Աշոտ Նավասարդյանը, ում կյանքն անցավ բանտում, աքսորավայրում, հալածանքով ու պայքարով, բայց վստահ էր, որ դա է գինը ամենամեծ ձեռքբերման, անկախության, որն իր երազանքների հանգրվանն էր դեռ մանկուց։ Դեռ դպրոցական տարիներից մեր մոտ քանի որ միասին ենք մենք սովորել կար այս գաղափարը որ ինչու մենք պետություն չենք, ինչու մենք անկախ պետություն չենք, Արիստոկրատական միության կազմում 15 գաղութներից մեկն ենք։ Քանի որ Խորհրդային միությունը աջակցում էր աֆրիկյան պետություններին, արաբական պետություններին ազատագրվելու անկախանալու, իսկ մեր դեպքում մեզ ձերբակալում էին ուղարկում էին բանտերը։ Այդ գաղափարները, որ մեզ մղեց պայքարի եւ ինչպես տեսնում եք, արդյունքում հասանք դրան։ Աշոտ Նավասարդյանը հայ էր, որ ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում ազգային պատկանելությանն ու սեփական երկրի հողի կենսունակ կապին։ Գիտեր, որ եթե մարդ կտրի արմատները հայրենի հողից, կկորցնի ամենը։ Ամեն ինչի հիմքում պետք է լինի ազգայինը։ Աշոտ Նավասարդյանի հիմնական նպատակը անկախությունն էր, բայց դա առաջին քայլն էր։ Դրան պիտի հետևեին պետության հզորացումը, ազգային ծրագրերի իրականացումը։ Նա մոմի պես վառվեց, լույս սփռելով ազգային նպատակների իրագործման ճանապարհին։ Ազգային շահը հավատամք դարձրած մարդիկ սերունդների համար վկայում են, որ հայրենիքը մեկն է, եւ որ նրա շահի համար պահանջված զոհերն արդարացված են։ Ազնիվ էր իր հայացքների, իր գաղափարների, ընդհանրապես ուղղակի ազնիվ մարդ էր բոլոր հարաբերություններում եւ անկեղծ մարդ։ Եվ համենայն դեպս ես զգում եմ, որ իմ մեջ շատ է այդ տոկոսը, չգիտեմ հաճախ խանգարում է թե օգնում, բայց այնուամենայնիվ ես դա զգում եմ իմ վրա, ես կուզենայի, որ իմ շրջապատի մարդիկ, իր շրջապատի մարդիկ այդ անկեղծությամբ, այդ ազնվությամբ կարողանային իրենց գաղափարների հավատարիմ զինվորը լինել։ Աշոտ Նավասարդյանի 63-ամյակին Եռաբլուր Պանթեոն նրա շիրմին հարգանքի տուրք են մատուցում եւ հիշատակը խնկարկում կուսակից ընկերները, մտերիմներն ու հարազատները, շարքային քաղաքացիները, որոնց համար Աշոտ Նավասարդյանի ապրած կյանքը սերունդներին թողած կտակ է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրը մեր նորօրյա ազատագրական պայքարի առաջամարտիկներից էր։
Մարդ, որը Նժդեհյան գաղափարախոսությամբ սեփական կյանքը զոհասեղանին դրեց ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան ունենալու համար, որի համար գաղափարի հաղթանակը իր կյանքի ամենամեծ հաղթանակն էր։ Լիանա Կարապետյան, Կարին Գրիգորյան, Առաջին լրատվական։ Լեհաստան մեկնած Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին այսօր ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արթուր Բաղդասարյանը Լեհաստանի նախագահին է փոխանցել նրան ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լեհական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ կարևորվել դրա ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր է գնահատել կատարված աշխատանքներն ու ողջունել համագործակցությունը խորացնելու կողմերի պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սերժ Սարգսյանի առաջիկայում Լեհաստան կատարելիք այցին առնչվող հարցեր։ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաև Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Բոգուսլավ Վինիդի, Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրեն Իլկա Լայթինենի, Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների եւ խմբի ղեկավար Ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ։ Քննարկվել են հայ-լեհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Կարևորում եմ Հայաստանի եւ Լեհաստանի միջև համագործակցությունը անվտանգության ոլորտում մենք արդեն ներդրել ենք եւ Լեհաստանի նախագահը ողջունեց մեր եւ Լեհաստանի ազգային անվտանգության կառույցների համագործակցությունը երկկողմ պայմանագրերի դիտարկման առումով եւ մենք անելու ենք հնարավորը որպեսզի ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչվեն։ Ես կարևորում եմ նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը արդեն իսկ ստեղծվել եւ առաջիկայում կստեղծվեն նոր համատեղ ձեռնարկություններ ռազմական արդյունաբերության ոլորտում։ Արտգործնախարար Նալբանդյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոին։ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Բուսետտոին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը։ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայաստանի եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտգործնախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ։ Արցախ-Լիտվա բարեկամության պատգամավորական խմբի նախաձեռնող Լիտվայի Սեյմի անդամ Դալիա Կոոդիտեն ամբողջ խմբի անունից նախորդ օրը հանդես է եկել հայտարարությամբ սրտնեղած բարեկամական խմբին ուղղված քննադատությունների վերաբերյալ։ Լիտվացի օրենսդիրը նշել է, որ Լիտվայի Սեյմի որոշ անդամներ արտասահմանյան լրատվամիջոցներին տրամադրում են կեղծ տեղեկություններ, քննադատելով Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությունը, այդ կերպ փորձելով լավ տպավորություն թողնել Ադրբեջանի վրա։ Դալիա Կոոդիտեն ավելացրել է, որ լիտվացի պատգամավորների նման վարքը, ինչպես նաև խմբի անդամների վրա ճնշումները ոչ միայն նվաստացնում են իրենց կամ Լիտվայի խորհրդարանին, այլև Լիտվայի հանրապետությանը։ Խորհրդարանականների կարծիքները պատմական խնդիրների առնչությամբ կարող են տարբեր լինել, սակայն Սեյմի պատգամավորները պետք է հարմարվեն երկրում ժողովրդավարության բազմակարծության առկայության հետ, եզրափակել է Արցախ-Լիտվա բարեկամության խմբի նախաձեռնող Լիտվայի Սեյմի պատգամավոր Դալիա Կոոդիտեն։ Արթուր Գրիգորյանն է պատմում։ Ժողովրդավարության տեղական առանձնահատկությունները կամ մինչև ուր է հասնում Ադրբեջանի ձեռքը։ Մոտ մեկ ամիս առաջ Լիտվայի խորհրդարանում ստեղծված Արցախի հետ բարեկամության խմբի վրա ճնշումները կրկին առաջին պլան են բերում Եվրախորհրդի արձանագրումները Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին։ Исходит из Азербайджана, из прессинга Азербайджана на наших политиков. Ճնշումն Ադրբեջանի կողմից է մեր քաղաքական գործիչների վրա։ Լիտվայի յուրաքանչյուր падգամավոր ազատ մանդատ ունի։ Այդ պատճառով մենք խմբի անունից հայտարարեցինք, որ ճնշումը անընդունելի է։ Մեր տեղեկությամբ մասնավորապես падգամավորներին ակնարկել են, թե շուտով մանրադիտակով զննելու են նրանց բանկային հաշիվները։ Մեկ այլ հնարք է խաղաղության զգայուն գործոնի շահարկումը։ Ինֆորմացիոն լայնածավալ արշավ է տարվել, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են համաձայնության, եւ Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը խոչընդոտ է Մինսկի խմբի ջանքերին։ То, что та страна вмешивается в наши внутренние дела, Այն, որ այդ երկիրը խառնվում է մեր ներքին գործերին, ի ցույց է դնում քաղաքագետների եւ հասարակության շատ ցածր քաղաքական էթիկան։ Կարծում եմ ժամանակի ընթացքում դա կհանդարտվի։ Խումբը 3 հայտարարություն է տարածել, խիստ քննադատելով որոշ գործընկերների ոչ կիրթ պահվածքը։
Նրանք հիմնականում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամներն են, որոնք ամեն կերպ փորձում են նսեմացնել Արցախի հետ բարեկամության խմբի նշանակությունը։ Մենք վստահ ենք, որ ազատ ու ժողովրդավար երկրի падգամավորները պետք է չփաղաքշեն նրանց, ովքեր չափազանց հեռու են ժողովրդավարության նորմերը պահպանելուց, մասնավորապես ասված է խմբի հայտարարության տեքստում։ Այնուամենայնիվ, 1-2 падգամավոր հնարավոր է դադարեցնի անդամությունը Արցախի հետ բարեկամության խմբին։ Սակայն լիտվացի խորհրդարանականները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ դա կլինի առավելագույնը, ինչին կարող է հասնել Ադրբեջանը։ Խմբի անդամների հետ մշտական կապի մեջ է նաև Լիտվայում Հայաստանի դեսպանը։ Իսկապես ճնշումները աննախադեպ են եւ անբնական են եւ գնալով նոր դերակատարներ են ներգրավում այս ճնշումների պարագայում մի քանի օր առաջ արդեն Թուրքիան ներգրավեց բողոքի հայտագրեր ներկայացնելով եւ միևնույն ժամանակ կուսակցական կարևոր առաջնորդներ սկսել են շատ լուրջ ճնշում գործադրել բարեկամության խմբի անդամների վրա, սակայն վստահեցնում եմ, որ այս խումբը պահպանվելու է եւ մենք մշտական կապի մեջ ենք խմբի անդամների հետ, տեղեկացնեմ, որ առաջիկա ամիսներին նախատեսվում են փոխայցելություններ եւ նաեւ համատեղ ծրագրերի հնարավորություններ Լեռնային Ղարաբաղի իրենց գործընկերների հետ։ Группа будет существовать, она будет активно работать. Խումբը գոյություն է ունենալու եւ ակտիվ աշխատելու է։ Մեկ շաբաթից կհավաքվենք խորհրդակցելու առաջին կոնկրետ քայլերի մասին, որոնք կառաջարկենք Արցախի մեր գործընկերներին։ Նրանց շնորհակալ ենք Լեռնային Ղարաբաղի խորհրդանում նույնատիպ խումբ ստեղծելու համար։ Такая группа действует. Իդեալները, որոնցով մենք սկսեցինք հանուն անկախության պայքարը, մարդու եւ ժողովրդի անկախտելի իրավունքների պահպանումը չեն փոխվել, ասում են լիտվացի падգամավորները։ Նրանք նվազագույն խնդիր են համարում հնարավորին նպաստ բերել է խաղաղության գործին։ Արթուր Գրիգորյան, Առաջին լրատվական։ Կալիֆոռնիայի պետական համալսարանում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Տեղի հայագիտական կենտրոնի եւ Հայդատի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված ձեռնարկը սկսվել է համայնքային գործիչ Փոլ Ջամշյանի խոսքով։ Ներկաներից խնդրում եմ երկու բան՝ լսեք Արցախի մասին եւ ուրիշներին պատմեք Արցախի մասին, հայտարարել է Փոլ Ջամշյանը։ Հատկանշական է, որ միջոցառման ընթരാճ քաղաքային Ֆրեզնոբի թերթն անցնող օրերին երկու հոդված է տպագրել հայկական երկրորդ հանրապետության մասին։ Նախ անդրադառնալով Արցախյան շարժման 25-ամյակին, այնուհետև հրապարակել է անկախ Ղարաբաղի ներկայացուցչի վերլուծականը։ Արցախը հետաքրքրված է, որպեսզի համընդհանուր ձևով աճի Արցախի վերաբերյալ իրազեկվածությունը, քանի որ մեր գործն արդար է հիմնված պատմական, բարոյական ու իրավական ամուր սկզբունքների վրա, հայտարարել է Արցախի ներկայացուցիչը։ Ադրբեջանը զինվում է, բայց դրանով չի կարող մեզ ահաբեկել, ընդգծել է Ռոբերտ Ավետիսյանը, հիշեցնելով, որ տարիներ առաջ Բաքուն նման անհաջող փորձեր արդեն արել է։ Ռազմական հավասարակշռությունը գերազանցապես Ադրբեջանի օգտին էր, աշխարհագրական վիճակը ավելի վատ լինել երևի չէր կարող։ Մենք շրջափակման մեջ ենք օղակված հակառակորդի ուժերով, գուցե ոմանք դա հրաշք համարեն, բայց մենք մեծ զոհողություններով կարողացանք մեր տունը պահել ու հակառակորդին պարտադրել հրադադար։ Սա հայ ժողովրդի միասնականության լավագույն դրսևորումներից մեկը դարձավ։ Արցախի ազգային ազատագրական շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում, որին մասնակցել է երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը։ ԵԿՄ եւ Ֆրանսիայի նախկին ռազմիկների միության համատեղ միջոցառմանը ողջույնի խոսք է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, կարևորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ։ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Սրբազան Նորվան arczepiskopos Զաքարյանի օրհնության խոսքից հետո ելույթ են ունեցել ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության ներկայացուցիչները։ Այնուհետև կայացել է ԵԿՄ մեդալների ու պատվոգրերի շնորհման արարողությունը, որի ընթացքում պարգևատրվել են դեսպան Չիտեչյանը, Ֆրանսիայի թեմակալ առաջնորդը, Արցախի ազատագրմանը մասնակցած ԵԿՄ անդամներ, ֆրանսահայ բժիշկներ, լրագրողներ եւ շարժման տարիներին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը ցուցաբերած այլ անհատներ։ Հայաստանի հանրային խորհուրդն ու հասարակական կազմակերպությունները մտահոգված են Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու հետևողական գործընթացով։ Թեև այս ընթացքում մի շարք կազմակերպություններ, նաև արտգործնախարարությունը արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել, սակայն խորհուրդը նպատակահարմար է համարել հարցը քննարկել նաև իր նիստում։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկ անգամ եւս ընդգծել է գրասենյակի տեղափոխման անթույլատրելիությունը մի երկիր, որը խնդիրներ ունի խոսքի ազատության եւ մարդու ազգային փոքրամասնությունների
գաղափարախոսությունների իրավունքների, նաև հարևան պետությունների հետ, չունենալով դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանի որոշ պետությունների հետ, ներառյալ այն երկրները, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իրավասության ներքո։ Նիստի ընթացքում ընդգծվել է, որ հասարակական տարբեր կառույցների մտահոգություններին որպես պարզաբանում ՄԱԿ-ից պատասխանել են, որ գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա մեծապես պայմանավորված է կառույցին այդ երկրի ֆինանսական աջակցությամբ։ Նիստի ավարտին որոշվել է ամփոփել խորհրդում հնչած գնահատականները, մշակել համապատասխան փաստաթուղթ, որը կներկայացվի հաստատման արդեն որպես հանրային խորհրդի եզրակացություն։ Եթե այդ գրասենյակները գտնվում են այնտեղ, աշխատողների մի զգալի մասը լինելու են տեղի քաղաքացիներ, բավականին ազդեցությունը Թուրքիայի ամրանալու է այդ ծրագրերի եւ հարցերի վերաբերյալ, այդ տեսակետից մեզ համար դա ձեռնտու չի։ Եվ մենք գտնում ենք նաեւ, որ դա ճիշտ չի նաեւ ՄԱԿ-ի ընդհանուր գաղափարախոսության եւ փիլիսոփայության տեսակետից։ Թուրքիան մի երկիրն է, որը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, որը ուրանում է, կեղծում է պատմությունը։ Այս հանցագործությունը, որը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ հանցագործություն է մարդկության նկատմամբ։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք բացահայտ հակասություն այն սկզբունքների միջև, որը ՄԱԿ-ը դարձրել են ժամանակի մեր կարևոր կազմակերպություններից մեկը, եւ այն քաղաքականության միջև, որը վարում է Թուրքիան։ Նախ ասեմ, որ մեր տեղեկություններով դեռ վերջնական որոշում չի կայացված, մենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ենք, որպեսզի մեր դիրքորոշումը եւ հայտնի դառնա եւ նաեւ որոշակի հնարավորություններ ստեղծենք այն առաջ տանելու համար եւ շարունակում ենք մեր գործողությունները, պետք է նաեւ հաշվի առնենք, որ միայն Հայաստանը չէ, որ այդ խնդիրը ունի, քանի որ եթե խոսքը գնում է Բրատիսլավայի տարածաշրջանային գրասենյակի մասին, այնտեղ խոսքը գնում է 25 երկրների մասին, ընդ որում ոչ միայն մեկ տարածաշրջանից, այլ տարբեր տարածաշրջաններից եւ նաեւ տարբեր երկրներ ունեն տարբեր կարծիքներ։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ ճնշված մարդկանց համերաշխության կազմակերպության Դիարբեկիրի մասնաճյուղը դատապարտել է զինվորական ծառայության ընթացքում սպանված հայ Սևակ Բալկչիի գործով դատավճիռը վկայակոչելով Ակոս թերթին հայտնում է թերթ-ը։ Սևակի հայ լինելը, ավելի վաղ նման դեպքերի տեղի ունենալը եւ փաստերը, որ դրանք անզգուշության հետևանքով չեն եղել, մեր ուշադրությունն են սևեռում իրականության վրա։ Իսկ իրականությունը հետևյալն է. մարդիկ այս երկրի համար պարտադիր ծառայության են գնում, սակայն ազգային եւ կրոնական պատճառներով խտրականության են հանդիպում։ Իսկ այդ խտրականությունը նրանց մահվան պատճառ է դառնում, ասել է մասնաճյուղի ղեկավար Աբդուրահման Այը։ Այը նշել է, որ այդ իրականությունը հաշվի առնելով էլ դատարանը պետք է դեպքն ամենայն մանրամասնությամբ մինչև ամենափոքր մանրունքները քններ եւ բացահայտեր։ Մինչդեռ դատավարությունից իրավապաշտպանների ակնկալիքները չեն արդարացել։ Սևակ Շահինի սպանության, դրան հաջորդած դատավճռի, քուրդ երիտասարդ զինվորների սպանությունների եւ Հրանտ Դինքի դատավարության օրինակը բերելով Այը նշել է, որ այդ բոլոր դեպքերում արդարության հանդեպ եղած հավատը խաթարվել է։ Մարդկանց կրոնական, ազգային, գաղափարական կամ քաղաքական ուղղությունների պատճառով խտրական վերաբերմունքի դրսևորումը էթնիկ մահապատժի ենթարկելը ցավոք այս երկրի իրականությունն է դարձել, ասել է Այը։ Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականների դեմ, որոնք դժգոհում են ճամբարների ծանր պայմաններից։ Բողոքը սկսվել է վրաններից մեկում սկսված հրդեհից հետո, որի ժամանակ զոհվել է 1 երեխա, 2-ը վիրավորվել է։ Միջադեպից հետո 2000 փախստական է հավաքվել ճամբարի վարչական շենքի մոտ։ Վրդոված ամբոխին ցրելու համար թուրքական իշխանությունը դիմել է ոստիկանության եւ բանակի օգնությանը։ Անվտանգության տեսախցիկների ժապավեններն ուսումնասիրելուց հետո 600 սիրիացի փախստական արտաքսվել է Թուրքիայից։ Այդ երկրում այժմ 200,000 փախստական կա։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով լրահոսին հետևում է Մարիամ Մխիթարյանը։ Երկշաբաթյա դադարից հետո Կիպրոսյան բանկերը նորից սկսել են աշխատել։ Գերմանիայից կղզի պետությունը ստացել է առաջին 5 միլիարդ եվրոն, սակայն պետք է հետևի որոշ սահմանափակումների։ Կիպրոսիներն իրավունք ունեն հանել օրական 300 եվրոից ոչ ավելի։ Բանկերի աշխատանքը վերսկսվել է, երբ կառավարությունն ավարտել է կապիտալի տեղաշարժն արգելող միջոցառումների մշակումը։ Նախատեսված է թույլ տալ երկրից դուրս բերել մինչև 3000 եվրո։ Ժամանակավորապես արգելվել է Կիպրոսյան բանկերի վարկային քարտերի օգտագործումը արտասահմանում։ Կիպրոսիները ողջավորված չեն ինչպես սահմանափակումներով, այնպես էլ կառավարության հակաճգնաժամային ծրագրով, որն իշխանությունն իրականացնում է եվրոպական եռյակի ճնշման տակ։ Ցուցարարները երթ են անցկացրել Կիպրոսում Եվրահանձնաժողովի ներկայ
տեղեկատվությունից մինչև նախագահական նստավայր առավել ագրեսիվներ նայրել են Եվրամիության դրոշը։ Ռուս օլիգարխ Բորիս Բերիզովսկու մահվան վերաբերյալ նոր մանրամասներ են իհայտ եկել։ Դիահերձման ժամանակ բացահայտվել է, որ նրա կողոսկրը կոտրված է եղել, սակայն մարմնի վրա ու հատկապես կրծոսկրի հատվածում կապտուկների հետքեր չեն եղել։ Բացի այդ, օլիգարխի մարմինը Լուգարանի հատակին հայտնաբերած տիկնապահը հայտարարել է, որ նրա կոկորտին հանգույց է եղել։ Պարանի ծայրը կապված է եղել Լուգարանի վերին զողին։ Բերիզովսկու առանձնատան խոզարկությունը դեռ չի ավարտվել եւ կտևի առնվազն մի քանի օր։ Հետաքննության մեկ այլ տեղեկության Բերիզովսկին կարող էր մեռած լինել դիակի հայտնաբերումից 18 ժամ առաջ։ Վերջին անգամ նրան կենթանի տեսել էին մարտի 22-ի երեկոյան տեղական ժամանակով ժամը 21-ին, մինչդեռ օլիգարխը մահացել էր մարտի 23-ին առավոտյան 11-ին։ Ոստիկանությունը չի բացառում երրորդ կողմի հնարավոր մասնակցությունը։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կառավարության ձևավորումը հանձնարարել է խորհրդարանում առավել ձայներ ստացած ձախ կենտրոնամետ կոալիցիայի ղեկավար Պիեր Լուիջի Բերսանիին, սակայն նրան չի հաջողվում համաձայնության գալ խորհրդարանում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած Բեպե Գրիլոյի եւ Սիլվիո Բերլուսկոնիի հետ։ 5 աստղ շարժման ղեկավար Գրիլոն կտրականապես հրաժարվում է աջակցել երկու կուսակցություններից որևէ մեկին։ Բերլուսկոնիի առաջարկած պայմաններն էլ Բերսանին անընդունելի է համարում։ Ուրբաթ սպասվում է ձախ կենտրոնամետ ուժերի ղեկավարի նոր հանդիպումը երկրի նախագահի հետ։ Բաքվի նավթն այնուամենայնիվ վերջանում է, այս անգամ ազանգում է արդեն ադրբեջանական մամուլը։ Փետրվարին Աբշերոնում 10%-ով նվազել է նավթի արդյունահանումը հունվարի համեմատ։ 2010-ից անկումն անմեջ բնույթ է ստացել։ Այս տարեվերջի համար կանխատեսված ցուցանիշներով նավթի արդյունահանումը այդ թվականի առավելագույն ցուցանիշի համեմատ կրճատված կլինի գրեթե 20%-ով։ Սա այն դեպքում, երբ British Petroleum-ը ձգտում է անել առավելագույնը արդյունահանումը կայունացնելու ուղղությամբ։ Նավթային բարոյությունն ավարտվում է Բեռնագրով հոդվածում ադրբեջանական Zerkalo թերթը նշում է նաև, որ Բաքվի համար ոչ շահեկան զարգացումները տեղի են ունենում այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման պատճառով։ Միացյալ Նահանգները զարգացնում է նորարարական տեխնոլոգիաների տարբեր հանածոներից նավթին մոտ բաղադրությամբ այլընտրանքային վարելիք ստանալու համար։ Նավթային տոնը կարծես վերջանում է։ Նավթի գները շոշափելիորեն կիջնեն արդեն այս տարի, եզրակացնում է վերլուծաբան Ֆուադ Ալիզադեն։ Մարիամ Խիտարյան, Առաջին լրատվական։ Առաջիկայում հայ-վրացական համագործակցության շրջանակում իսկական մշակութային հրավառություն է սպասվում։ Հայաստանի մշակույթի նախարարի երկօրյա այցի ընթացքում քննարկված խնդիրներից կարևորագույն հարցում հայ եւ վրացի պաշտոնյաները լիակատար համաձայնության են եկել։ Վարչապետ Իվանիշվիլին կրկին վերահաստատել է Թբիլիսիի 5 հայկական եկեղեցիները իր իսկ հիմնադրամի միջոցներով վերականգնելու պատրաստակամությունը եւ անգամ ցանկություն հայտնել ֆինանսավորել նաեւ Հայաստանի Ախթալայիկ, իրանց Հնեվանք, Քոբայր եւ Թեժարույք եկեղեցիների վերանորոգումը, եթե դրան մասնակցեն վրացի մասնագետները։ Կինո, թատրոն, գրականություն, գեղանկարչություն եւ արվեստի բոլոր մյուս բնագավառները ըստ էության չկա մի ոլորտ, որ դուրս է մնացել Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարների նախանշած երկկողմ գործակցության շրջանակից։ Հասմիկ Պողոսյանի Վրաստան երկօրյա այցի ընթացքում մշակույթի նախարարը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, պատրիարք Իլիա II-ի, վրացի իր գործընկերոջ Գուրամ Օդիշարիայի հետ քննարկել է հայ-վրացական մշակութային համագործակցության այս տարվա եւ հետագա ծրագրերը։ Արդյունքը տպավորիչ է։ Նինո Անանիաշվիլիի հյուրախաղերից մինչև Ջիվան Գասպարյանի եւ Հայաստանի ջազ բենդի համերգները Վրաստանում ու Երևան-Թբիլիսի տրանզիտ համերգային ծրագիրը։ Քննարկվել են տասնյակ նախաձեռնություններ, որոնք նոր ավանդույթների հիմք կդնեն։ Մեծ անունները, որոնք կան եւ վրաց մշակույթում եւ հայկական մշակույթում, ինչպիսին օրինակ Սայաթնովայի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցինք միջազգային փառատոնի հիմնադրման վերաբերյալ եւ այդ փառատոնի մի հատվածը կանցնի Հայաստանում, մյուս հատվածը Վրաստանում, սա այլ ձևաչափ է, աշխուղական երկի փառատոն է եւ կարծում եմ, որ երկու երկրները այստեղ համագործակցելու լուրջ ուրեմն նախադրյալներ ունեն։ Քննարկումների առանցքային խնդիրներից մեկը հուշարձանների պահպանությունը ըստ նախարարի դիտարկվել է բացառապես ճարտարապետական ժառանգության մասին Եվրոպական կոնվենցիայի համատեքստում, որին միացել են Վրաստանը 2000 թվականին, Հայաստանը 2009-ին։ Միջազգային համաձայնագիրը կարգավորում է պահպանության բոլոր խնդիրները։ Կոնվենցիայի դրույթները հստակ են, այսինքն յուրաքանչյուր երկիր պահպանում է իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական ժառանգությունը, կատարելով ֆինանսական ներդրումներով, հրավիրելով մասնագետներին այլ երկրներից, ստեղծելով համապատասխան ուրեմն անհրաժեշտ դաշտը հուշարձանների պահպանության համար։ Գուրամ Օդիշարիայի հետ Հասմիկ Պողոսյանն այցելել է Թբիլիսիի հայկական Նորաշեն, Սուրբ Նշան եւ Մոգնեցոց եկեղեցիներ։ Արդեն պատրաստ է Սուրբ Նշանի վերականգնման նախագիծը։ Վրացիներն ակնկալում են հայ վերականգնողների եւ հնագետների աջակցությունը, մանավանդ որ վրացական կողմը վերականգնող մասնագետների պակաս ունի։
Մեր երկրներում նաև խնդիրներն են ընդհանուր, որովհետև Վրաստանում էլ էին այսօր հարց բարձրացնում մասնագետների պակասի, մասնագետների վերապատրաստումների հետ կապված եւ օրինակ իրանց համար շատ կարեւոր էր եւ հետաքրքրական, որ Հայաստանում այսօր մեկնարկել է իտալական կառավարության կողմից դրամաշնորհային այդ ծրագիրը ռեստավրացիոն դպրոցի բոլոր փուլերի մասնագետների պատրաստման եւ իրենք ասում են, որ շատ օրինակ լավ կլիներ, որպեսզի մի այսպիսի ծրագիր էլ մենք ունենանք։ Թե երբ կավարտվեն պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքները, արդեն կախված է մասնագիտական փորձագիտական խմբից։ Քանի որ վարչապետ Իվանիշվիլին վերահաստատեց, որ իր հիմնադրամից գումարներ է տրամադրելու այդ աշխատանքները իրականացնելու համար, ես կարծում եմ, որ հիմա ամեն ինչը կախված է մասնագետներից, այսինքն ինչքան շուտ մասնագետները վերականգնման գործընթացի հետ կապված ծրագրերը կարողանան իրականացնել։ Հասմիկ Պողոսյանը եղել է նաև Թբիլիսիի կենտրոնում գործող Սոնա Դավթյանի տուն թատրոնում, տեղում քննարկվել է տիկնիկների այդ յուրօրինակ թանգարան թատրոնին պետական կարգավիճակ ու աջակցություն տալու հարցը։ Վրացական կողմը չափազանց հետաքրքրված է Գյումրիի հետ համագործակցությամբ։ Այս տարի կիրականացվեն Երևան, Գյումրի, Դիլիջան, Թբիլիսի, Մոսկվա եւ Միմինոյի հետքերով նախագծերը։ Փոխադարձ հյուրախաղերով հանդես կգան Գյումրիի Աճեմյան եւ Թբիլիսիի Մարջանիշվիլի թատրոնները։ Տեսքես հայերեն իր նախագծով Թբիլիսիում կներկայանա նկարիչ Արնո Կուրը, վրացիներն էլ կմասնակցեն Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին։ Այցի ավարտին նախարարները մասնակցել են հայ-վրացական պոեզիայի թարգմանական ժողովածուների շնորհանդեսին, ընդգծելով երկկողմ գրական կապերի աննախադեպ վերելքը։ Իսկ ապրիլին վրացի գրչակից բարեկամները ակտիվ մասնակցություն կունենան պոեզիայի երևանյան առաջին միջազգային փառատոնին։ Նոնե Ալեքսանյան, Գուրգեն Ջանիբեկյան, առաջին լրատվական։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացել է դասական երաժշտության բնագավառում երգեցողություն անվանակարգում նախագահի երիտասարդական մրցանակի համար պայքարի եզրափակիչ փուլը։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով, ընտրական փուլը հաղթահարած 17 դիմորդներից կընտրվեն լավագույնները, բայց նրանց անունները հայտնի կդառնան մրցանակների շնորհման օրը՝ մայիսի 29-ին։ Հաջողությամբ հաղթահարելով ընտրական փուլը Լիլիթ Սանոսյանն այս եզրափակիչ փուլում երգեցողության անվանակարգում պայքարում է Հանրապետության նախագահի մրցանակի համար։ Այդ հիմա է նրա հուզմունքն աննկատ, այնտեղ կուլիսներում ելույթից առաջ հուզմունքը չէր էլ թաքցնում։ Առաջին ելույթն է։ Երգեցողության անվանակարգի երկու մրցանակի համար դիմել է 18-ից 27 տարեկան 17 կատարող եւ նրանցից միայն 6-ն է հաղթահարել առաջին փուլը։ Բեմից առաջ վերջին փորձերն են, ծրագրային պահանջների համաձայն վոկալիստները կարող էին ընտրել տարբեր ոճերի դասական արիաներ, կամերային ստեղծագործություններ։ Մակբեթ օպերայից Բանկոյի արիան։ Արդեն բեմում Հովանեսի կատարումը գոհացրեց հանդիսատեսին, տարիքով պայմանավորված սա նրա վերջին մասնակցությունն է այս մրցույթին, իսկ ժյուրին կատարումներն ունկնդրում էր առանձին հանդիսատեսի ազդեցությունից հեռու։ Ժյուրի միակ նպատակն է քաջալերել լավագույններին։ Խստապահան ժյուրին վերջին 2 տարում երգեցողության անվանակարգում որևէ մեկին մրցանակ չի շնորհել։ Համարում է, որ սա հեղինակավոր մրցույթ է, վոկալիստներին մեծ փորձ է տալիս, իսկ հաղթողներն ու մասնակիցներն անհրաժեշտության դեպքում գտնվում են Հայաստան հիմնադրամի եւ մշակույթի նախարարության ուշադրության ու հոգացության ներքո։ Առաջի փուլի արդյունքներով դատելով արդյունքներից կարող եմ ասել, որ իմ կարծիքով կլինեն այս տարի, բայց տեսնենք ինչպես իրենք կատարեն։ Մրցույթը համակարգում է Հայաստան համահայկական հիմնադրամը, մրցույթը նախորդ տարիների հաղթողների համար բացել է արտասահմանյան մի շարք բեմեր։ Գիտեք, որ իրենից ինչ է ներկայացնում այս մրցանակը, սա վկայագիր է, որը ստանում են անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ձեռքից շնորհման ժամանակ։ Հավանաբար դա լինում է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախորդող օրը։ 2012-ի հաղթող 1 կին եւ 1 տղամարդ կատարողները կստանան նաեւ $2500 համարժեք դրամական պարգև։ Հայաստանի նախագահի մրցանակը ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը։ Արմինե Ուդումյան, Արման Ղարիբյան, առաջին լրատվական։ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Խոսրովի անտարպետական արգելոցում տեղի ունեցել ազգային ժողովի բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ արտագնախորհրդակցություն։ Նիստին մասնակցել են ազգային ժողովի բնապահպանական եւ գյուղատնտեսական հանձնաժողովի անդամները նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ Խոսրովի անտառին հարող համայնքների ղեկավարներ։ Խոսրովի անտարպետական արգելոցի խորհրդի նախագահ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է արգելոցում արձանագրված խնդիրները։
յուրաքանչյուր համայնքի հետ կոնկրետ աշխատել, կոնկրետ խնդիրը դնել, պայմանավորվել եւ մենք պարոն Հակոբյան պետք է գտնել միջոցներ, բնականաբար արգելոցը չունի, յուրաքանչյուր համայնքում մի փոքր սոցիալ-տնտեսական ծրագիր իրականացնել։ Լեգենդար օդաչու խորհրդային միջան կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հոբելյանին ընթരാճ նրա հուշարձանին այսօր ծաղիկներ են խոնարհել զինվորականներ, մեծ հայրենականի վետերաններ, անվանի հայ զինվորականի հիշատակը վառ պահող քաղաքացիներ։ Նելսոն Ստեփանյանն իր կատարած սխրագործություններով եւ մեդալներով անգերազանցելի է ամբողջ հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում։ 200-ից ավելի ռազմական թռիչքներ, որոնց արդյունքում թշնամին լուրջ կորուստներ է կրել։ Նելսոն Ստեփանյանի համերկրացին Զորի Բալայանը հիշում է, որ դպրոցական տարիներից նա կուռք էր երիտասարդների համար։ Լեգենդար ռազմական օդաչուի մասին գրված նրա «Թևեր» գրքի հիման վրա նկարահանվել է Նելսոն փաստավավերագրական ֆիլմը։ Կարելի ասած ամբողջ կյանքս այնպես է դրսևորվել, որ միշտ ուզած հիշում է իրեն։ Եվ 1990 թվականին այն արձանը, որը 46 թվականին տեղավորել են Շուշիում, ադրբեջանցիները նույն օրը, ես նկատի ունեմ, որ նույն բանը եղել է Կիրովաբադում, Մարշալ Բագրամյանի արձանը եւ Նելսոն Ստեփանյանի արձանը նույն ժամին, նույն օրը գցել են այդտեղ եւ կեղտոտ այսպես ասած բան անցկացրել։ Բայց անմիջապես մենք վերականգնել ենք այդ արձանը։ Նելսոն Ստեփանյանը դեռ մանուկ մեր հասակից եղել է մեզ համար բոլորիս ուղեցույց, այն պատանիները, ովքեր որ ցանկացել են դառնալ օդաչու, զբաղվել ավիացիայի բնագավառում, իհարկե առաջնահերթ եղել են մեր հայ ազգի օդաչուները, որի կարկառուն դեմքը խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանն է։ Այսօր ավագ հինգշաբթի օրը Էջմիածնի մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հանդիսապետել է Ոտնլվայի արարողությունը։ Արարողության ընթացքում ընթերցվել են Սուրբ գրքից հատվածներ, ապա Հովհաննես պլյուս վարդապետի սիրո մասին խրատը, ինչից հետո նորին սրբությունը խաչով եւ ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը եւ յուղը։ Այնուհետև Քրիստոսի օրինակով Գարեգին II-ը ծնկի է եկել եւ շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել է 12 հոգու ոտքերը։ Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետեր, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ջեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մի մանուկ։ Եվս մեկ ուշագրավ լուր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի ընդունել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այնուհանդերձ մարտի 29-ին Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը կքննարկի նաև ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում հետևել է քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով ընթացող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին։ Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին։ Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը։ Ծրագրի շրջանակում մասնավոր ներդրումներով Պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ 3 անգամ կավելանան կանաչ տարածքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը։ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանում հետևել է մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին։ Քաղաքապետը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարված աշխատանքին, հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական։ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հրազդանի կիրճ մարզասեր երևանցիների կողմից սիրված չռիկի տարածք։ Քաղաքապետը մարզասեր երևանցիներին նվիրել է մարզական գույք։ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շարլ Ազնավուրի հրապարակ եւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք հետևել Սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների 5080 քառակուսի մետր եւ մայթերի 21300 քառակուսի մետր սալապատում, ինչպես նաեւ 86800 քառակուսի մետր մայթերի ասֆալտապատում։ Աշխատանքներ են ընթանում Երևան քաղաքում բոլոր մայթերի ուղղությամբ այն հատվածներում մեր ծրագրով ընդգրկած, որտեղ սալիկապատման աշխատանքներ են իրականացվում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում եւ վստահ ենք, որ մի քանի տարվա ընթացքում մեր երևանցիները այլ
մայթերի հետ առումով հարց չեն բարձրացնի եւ ոչ միայն կենտրոնում, այլ նաեւ բոլոր ծայրամաս վարչական շրջաններում։ Եվս 90 ավտոբուս համալրեց Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել մասնավոր ընկերությունների ներկրած նոր ավտոբուսների հերթական խմբականակը։ Պատասխանատուները ավտոբուսներով կատարած պտույտի ընթացքում քաղաքապետին ներկայացրել են դրանց տեխնիկական հնարավորություններն ու ուղևորների համար ստեղծված պայմանները։ 2012 թվականի սկզբից մինչ օրս Երևան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ը մասնավոր ընկերությունների կողմից 2013 թվականի առաջին եռամսյակում։ Մինչև տարեվերջ մոտ 100 ավտոբուսներ եւս մասնավորի կողմից կներկրվի, բայց դեռ քաղաքին անհրաժեշտ են եւս 200-ից 300 ավտոբուսներ, մենք կփորձենք մասնավորի հետ բանակցել եւ այդ ավտոբուսների ներկրման խնդիրը լուծենք։ Եվ նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մասնավոր ընկերություններին, որ մեր կոչին միացան եւ փորձեցին իրենց միկրոավտոբուսների երթուղիների գծերից հրաժարվել եւ ներկրել ավտոբուսներ, որ ավելի նորմալ, հարմարավետ սպասարկեն մեր քաղաքացիներին։ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին, մեկ անգամ եւս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում։ Պաշտոնապես քաղաքապետարանը հայտարարել է, որ սակագին չի բարձրանալու եւ մեր ժողովուրդը թող այդ մասով չմտահոգվի, չանհանգստանա, սակագինը ոնց մնացել է, այսպես մնալ է։ Քաղաքապետը այսօր շնորհավորել եւ պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի դպրոցականների հանրապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցներին։ Մարզչական վարպետության շնորհիվ թիմի ձեռք բերած բարձր ցուցանիշի համար պատվոգրերի են արժանացել նաեւ առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած դպրոցների շախմատային թիմերի մարզիչները։ Շախմատի դպրոցականների համապետական 7-րդ օլիմպիադայի մարզային փուլի երևանյան մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 158 հիմնական եւ 42 ավագ դպրոցների ու վարժարանների շուրջ 6000 աշակերտ։ Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն էլ ավանդույթի համաձայն անցկացվել են քաղաքապետարանի ջևասրահում։ Որ շախմատը ընդգրկվեց դպրոց, արդեն շախմատի շունչը դպրոցում եւ այդ մրցաշարը դառնում է շատ ցանկալի եւ շատ մրցակցային։ Եվ այսօր նույնպես վերջի րոպեն մրցակցությունը շատ համառ էր եւ հաղթեցին իրականում լավագույն թիմերը։ Եվ այժմ ինձ հուշում են, որ մենք տեսակապ ունենք Լոնդոնի հետ, որտեղ հիշեցնեմ ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավաքնորդների մրցաշարը, այսօր մեկնարկել են 11-րդ տուրի հանդիպումները, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այսօր սևերով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ։ Լոնդոնում է նաև մեր նկարահանող խումբը, հիմա մեզ հետ կապի մեջ է առաջին ալիքի շախմատային մեկնաբան Աղասի Ինանցը։ Աղասի, բարի երեկո, ինչպես է ընթանում Արոնյան Սվիդլեր հանդիպումը, ինչ մանրամասներ կարող եք հաղորդել։ Բարի երեկո Քրիստինե, ինչպես նշեցիք, այսօր մեր առաջատարի մրցակիցն է Պյոտր Սվիդլերը։ Սվիդլերը, որը սովորաբար սկզբում կատարում է Ե2, Ե4 քայլ, այսօր ընտրեց D2, D4 շարունակությունը։ Միանգամից ասեմ, որ վստահ սա կարող ենք ասել, որ տնային պատրաստություն էր։ Մրցակիցները խաղարկեցին Նիմցովիչի պաշտպանության Զեմիշի համակարգը, որից հետո խաղատախտակին ստեղծեց հավասար դրություն, սակայն Լևոն Արոնյանը բնականաբար ամեն ինչ փորձում էր անել հաղթանակի հասնելու համար։ Նա 28-րդ եւ 29-րդ քայլին կատարեց բավականին այսպես ակտիվ քայլեր հաղթելու ձգտումով, սակայն ասենք, որ նա թույլ տվեց պարզագույն վրիպում, որի արդյունքում ստացավ շատ ծանր դրություն եւ այժմ պայքարում է խաղը փրկելու համար։ Այժմ պարտիայի 32-րդ քայլն է, Լևոն Արոնյանը պայքարում է ոչ ոքիի համար։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ Լոնդոնից հաղորդում էր առաջին ալիքի շախմատային մեկնաբան Աղասի Ինանցը։ Հաջողություններ մաղթենք Լևոն Արոնյանին եւ շարունակենք հետևել այս հանդիպման ընթացքին։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, կիմանանք առաջինի եթերում։